շատ կարևոր է այն առումով, որ ուշադիր եղեք, որովհետև շատերը կտրվելու են եւ ձեզ սկսելու են վարկաբեկել, որ դուք ինադու եք կտրում։ Այսինքն այդ մեխանիզմների վրա այնպես արեք, որպեսզի թափանցիկ լինի։ Հիմա էլ եզդայից massական կտրվում են, գալիս ասում են կտրում է, որ ոբշեմ էլի գիտեք ոնց էր։ Մենք վախտին այդ մսաղացի միջով անցել ենք սովետական տարիներին։ Պարոն Քոչյան, վերլուծություն ունենք եւ հիմնականում Չէ, անշուշտ ձեր ասածը լիովին ընդունելի է եւ ուշադիր չվարկաբեկվի մի գաղափար, որի ինքում դրված է հեշտացնեն եւ անվտանգ դարձնեն երթևեկությունը, որպես մարդը եթե ինքը չի կարող քշի, ինքը վաղը փորձենք։ Միանշանակ եւ այստեղ երկրորդ հանգամանքն էլ կա, մենք փորձում ենք բալանսավորենք անվտանգությունը եւ քաղաքացու կյանքի դյուրությունը, այս հանգամանքը մենք դյուրության հաշվին չենք ուզում ունենալ այնպիսի վարորդներ, որոնք, ինչպես նշեցիք, վտանգում են շատերի կյանքը իրական երթևեկության պայմաններում, սակայն երբ որ վերլուծություն ենք անում, շատերը, այո, առաջին եւ երկրորդ անգամները անհաջողության մատնվելը, օրինակ գործնական քննության պարագայում կապված է ամրագոտի չամրացնելու հետ։ Այսինքն սրանք դետալներ են թվում, բայց սրանք շատ կարևոր են եւ անձինք պետք է ուշադիր լինեն իրենց կրթությանը։ Շնորհակալություն։